Մարզային խորհրդի պատվիրակ Հովհաննես Խաչատրյանին։ Խնդրում եմ պատրաստվի Մանե Արշակյանը։ Մեծարգո նախագահ, հարգելի պատվիրակներ, սիրելի կուսակիցներ, հանրապետական մեծ ընտանիք։ Այսօր մենք հավաքվել ենք հանրապետական կուսակցության 18-րդ համագումարում ոչ միայն ամփոփելու անցած ճանապարհը, այլ նաև հասկանալու, թե ինչ ճանապարհով պետք է գնա մեր պետությունը այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում։ Կան պահեր, երբ համագումարները դառնում են սովորական քաղաքական միջոցառումներ, բայց կան նաև պահեր, երբ համագումարները դառնում են վճռորոշ որոշումների հարթակներ։ Այսօրվա համագումարը հենց այդպիսինն է։ Այո, մեր ճանապարհին եղել են սխալներ, եղել են դժվարություններ, եղել են քննադատություններ, բայց մի բան անփոփոխ է մնացել։ Մեր հավատը հայկական պետության, ազգային արժանապատվության և ուժեղ պետության նկատմամբ։ Սակայն հարգելի ներկաներ, այս համագումարի մասին խոսել առանց Արցախի մասին խոսելու պարզապես անհնար է։ Այսօր մեր խոսքը չի կարող շրջանցել Արցախը, և ես շնորհակալ եմ նախագահին իր ելույթում այդ հարցին մանրակրկիտ անդրադառնալու համար։ Արցախը մեր վերքն է, Արցախը մեր խիղճն է, Արցախը մեր ցավն է։ Արցախը չի պարտվել ռազմի դաշտում, Արցախը դավաճանվեց այս իշխանության ըստ ամենայնի քաղաքական դիտավորյալ սխալների համար, պետական մտածողության բացակայության համար, այս իշխանության անպատասխանատու քայլերի պատճառով։ Այսօրվա կառավարիչները պարտավոր են պատասխան տալ իրենց արկածախնդրության համար, իրենց քաղաքական կուրության համար և իրենց հանցավոր սխալների համար։ Հայաստանում այսօր հասունացել է քաղաքական պատասխանատվության հարցը։ Այդ պատասխանատվությունից խուսափելու համար այս իշխանությունները դիմել են մեկ այլ վտանգավոր մարտավարության։ Հայաստանի բանտերում են հայտնվում քաղաքական բանտարկյալներ, որոնց դիրքորոշումները չեն համընկնում այսօրվա կառավարիչների դիրքորոշմանը։ Դա վտանգավոր ուղի է պետության համար։ Մենք տեսնում ենք նաև հարվածներ հայ առաքելական Սուրբ եկեղեցում, այն ինստիտուտին, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հենարանը։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել ազգային արժանապատվությունը կործանելու հաշվին, այդպիսի ապագա չի լինում, դա ավարտ է։ Բայց մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի հետ։ Այս պայքարը չի սահմանափակվելու խորհրդարանական գործընթացներով։ Պատմությունը ցույց է տվել, որ ժողովուրդը իր խոսքը ասում է նաև փողոցում։ Քաղաքացիների ձայնը պետք է հնչի հրապարակներում։ Ժողովրդի ձայնը պետք է լսելի լինի այսօրվա կառավարիչների համար։ Հանրապետականը երբեք չի խուսափել պատասխանատվությունից։ Եվ այսօր էլ մենք պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը։ Պայքարի այս տարիներից մի դրվագ եմ ուզում պատմել։ Երբ հերթական անգամ մասնակցում էի փողոցային ակցիաների և ոստիկանության հետ կրկին բախում եղավ, իմ ձեռքերը ոլորող և բիրտ ուժով մեքենա տանող ոստիկաններից մեկը ականջի շշնջաց «Բռատ, կներես»։ Խոստովանեմ, որ այդ կներեսը մի տեսակ ցավազրկող էր, իրենց հաստ բիլակներով մեզ ոլորող ոստիկանների պատճառած ցավին։ Նախագահն էլ իր ելույթում խոսեց Փաշինյանից հետո հասարակական համերաշխության վերականգնման անհրաժեշտության մասին։ Այո, ես էլ պատրաստ եմ ներել, բայց միայն նրանց, ովքեր ուղղակի անմիջական հանցակիցը չեն պետականակործան այս ծրագրին։ Պատրաստ եմ ներել նրանց, ովքեր գիտակցում և ընդունում են իրենց մեղավորությունը։ Ներել նրանց, ում ներողությունը ոչ թե լեզվի մկանների, այլ ցավացող ներվային բջիջների արդյունք է, և վերջապես ներել նրանց, ովքեր պատրաստ են միասին վերակառուցելու մեր երկիրը։ Մյուսներին ու մնացածին ներում չկա։ Ուստի տարիներ անց ուզում եմ այդ ոստիկանին ասել. եթե ինձ լսում ես, բռատ, ես քեզ ներում եմ, եթե ներողությունդ այնպիսինն է, ինչպիսին ես ասեցի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։